Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Գիտես, որ իշքան վրա դյուղը շատ է լինում, այնքան մի քիչ ուրիշ տեսակ ես նայում ամեն ինչին, մի քիչ ուրիշ ձև ես նայում մեղքին, մի քիչ ուրիշ ձևով ես նայում քո կյանքին, ինչքան յուղը շատանում է, այնքան դու զգաստանում ես, ինչքան յուղը շատանում է, այնքան խոնարհվում ես, հա։ Լավ բան է յուղը սիրելիս, հա։ Լավ բան է, այնքան կարևոր է ամեն մեկս այդ Տիրոջ յուղը ունենանք մեր կյանքերում, հա, որովհետև առանց յուղի շատ հարցեր մեր կյանքերում չի լուծվում։ Բայց յուղը որ գալիս է, դու ես հիշում եմ ինձ մի հատ մեքենա էր ընկել ձեռքս 2009 թիվն էր կարծեմ, 8 կամ 9 թվին։ Ինքը լավ, շատ բանը ներկայացուցչական թանկարժեք մեքենա էր։ Մինչև այդ այնքան վատ է ես վարում, այսինքն արագ, առանց նայել, դե մտքերով ամբողջ օրով է հետևում, ու միշտ արագ էի քշում, միշտ վատ։ Ճիշտ է, կյանքում ավերա չեմ տվել, բայց ինչպես հարազատ եղբայրս էր ասում, քո Աստված չներ, դու վաղուց չէր ելնի, որովհետև Աստված է միշտ պահել։ Բայց գիտեք ինչ տեղ ունեցավ, այդ մեքենան, որ ես նստեցի, այդ մեքենան սկսեց իմ հետ խոսալ։ Մեքենա ունեցել եմ երևի 15 հատ, բայց ոչ մեկ իմ հետ չի խոսացել։ Այդ մեքենան հետս խոսում էր, գիտեք ինչ էր ասում, տարօրինակ բան եմ ասում։ Ասում էր, չես ամանչում, հրնա ինչ ես քշում, մի քիչ հանգիստ քշի։ Ես իրոք այդ մեքենայի հետ սովորեցի հանգիստ քշել, մինչև այդ շատ վատ էի քշում։ Հա, վարում, ցենց ասեմ։ Այսինքն մեր կյանքերում իրավիճակները մեզ բան են սովորացնում։ Հոգևոր կյանքում էլ Տիրոջ յուղն է սովորացնում։ Ինքը որ գալիս է քո վրա, արդեն այդ յուղը ասում է չես ամանչում, ոնց կարաս այդ յուղաց շուրթերով անիծես մեկին։ Չես ամանչում, այդ յուղաց շուրթերով սուտ ես խոսում։ Ինչքան յուղը շատ է, այնքան մենք զգաստանում ենք ավելի, ուշադիր ենք մեր վարքին, քայլերին, մեր մտածածին, ամեն։ Դրա համար միշտ օծված ըրնես, հա, Տիրոջ յուղը թող միշտ վրադ լինի։ Շուրարի կողքինիդ էլ ասա, յուղոտ ջան, ոնց ես։ Ու կարաս նստես, Տերը օրհնի ձեզ, Աստված օրհնի երեխեք ջան։ Փառք Տիրոջը։ Իմիջայլոց մենք հիշում եք, մենք յուղ օրհնեցինք, տենց էլ այդ յուղը չտեսակ։ Յուղը ասեցի, հիշեցի, մեր օրհնած յուղի ֆլակոնները արդեն մոդելը որոշած, արդեն պատրաստվում են, ուղղակի Չինաստանում են, մինչև կան հասնեն ստեղ մի ամիս քաշի, հետո ամենայն հավանականությամբ Սուրբ Հարության տոնին ապրիլի 4-ին է կարծեմ։ Մենք 4-ին ենք նշելու, Կիրակի 5-ն է, ապրիլի 4-ին, հա։ Ապրիլի 4-ին ձեզ կբաժանենք անհատական, հա։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ամեն մեկիդ։ Ով է այսօր առաջի անգամ։ Եթե առաջի անգամ ես բարձր ձեռքդ ողջունենք քեզ։ Տեր օրհնի ձեզ։ Տեսնում եմ տարբեր տեղեր ձեռքեր եմ տեսնում։ Աստված օրհնի ամեն մեկից, սիրելիներս։ Մնա մեր հետ, այսօր քո համար կարևոր օր է։ Աստված օրհնի քեզ։ Եթե համացանցով ես առաջի անգամ միամիտ միացել ես, հանգարտ չթեքվես, այսօր քո օրն է, մնա մեր հետ։ Տերը օրհնի քեզ, շատ ուրախ եմ, որ դու այսօր ստեղ ես, բայց դու չես էլ պատկերացնում, ես ինչ ուրախ եմ, որ ես եմ ստեղ։ Փառք Աստծուն։ Գիտեք, ամբողջ կյանքս, ասենք, ապրել եմ հիմնականում, դե ծնվել եմ, մեծացել եմ Երևանում, բայց 17 տարեկանից արդեն չեմ իմանում, որտեղ եմ ապրել միշտ, էլի խառը սենց, ու միշտ իմ համար Երևանն է իմ տունը։ Հա, սենց որ ուր գնամ Երևան եմ կարոտում, բայց ես Մոսկվայի մեր եկեղեցին նենց հարել, որ ուր գնամ ստեղ եմ կարոտում, էլի Մոսկվան չեմ կարոտում, եկեղեցին եմ կարոտում, Փառք Աստծուն, փառք Տիրոջը, ու շատ ուրախ եմ, որ այսօր ես ու դու ստեղ ենք, Աստված օրհնի քեզ, չնայած ընդամենը մի շաբաթ չեմ եղել, բայց ոնց որ մի 2 ամիս դες տեսած չլինեմ։ Տերը օրհնի ձեզ, այսօր ուզում եմ խոսամ մի կարևոր թեմայի մասին, հոտառության հետ է կապված։ Կարևոր է, չէ՞, մարդը, գիտեք, COVID-ը շատերին ինչ արեց, COVID-ը շատերին բացատրեց
թե ինչ է նշանակում, ինչքան թանկ բան է հոտառությունը։ Ինչքան թանկ բան է հոտառությունը։ Որովհետև երբ որ դու դա ունես, դա չես գնահատում, երբ որ կորցնում ես, գնահատում ես։ Ես COVID-ի օրին կորցրել էի հոտառությունս, մեր հարևանը բերել էր։ Ուրեմն մենք տնից հապճեպ դուրս էինք եկել այդ օրը, դստեղ քաղաքում էինք, գնացել էինք Տապան։ Ունդեղ էինք մնացել մի ամիս։ Մի ամիս հետո որ հետ եկանք, ասեց միջանցքում ինչ որ բան էիք թողել, իրանից շատ փիս հոտ է գալիս, ասма չենք գցել։ Միջանցքում ինչ որ դուրս գալուց հանել ենք, որ թափենք ու մնացել է։ Պատկերացեք այդ դուրս գալուց։ Իրեք այդ պատկերացնում եք մի ամիս ինչ հոտ է անգել, այդ խեղճերը ձեր չեն տալիս։ Ասում եմ որը, ասում եմ, սա վերցել եմ, ասում հոտ է գալի։ Ասում եմ չես զգում, sense քաշում եմ 0, բայց ինքը գիտեք, ասենք մոտից 3 մետրից հեռու չէր կարա մոտիկանալ, այդտենց վատ հոտ էր գալի։ Ես չէի զգում իրական։ Ու կորցրել էի, հա, մի ամիս, 2 ամիս հոտառությունս կորցրել էի։ Շատերի հոտառությունը փոխվել էր։ Չգիտեմ, Աննայի հոտառությունը մինչև հիմա ինքը ուրիշ ձևով ազգում հոտերը։ Առաջ որ հոտեր կար հավանում էր, հիմա չի հավանում։ Այսինքն COVID-ը գիտեք ինչ արեց, ցույց տվեց, որ ինչքան կարևոր է հոտառությունը մարդու։ Այսքան կարևոր է, երբ որ դու ունես ճիշտ հոտառություն։ Եվ հոտառությունը ինքը շատ հարցեր է մեր մոտ լուծում։ Կենթանական աշխարհում գիտեք, հոտառությունը առանց հոտառության կենթանիների երևի 90%-ը կկործանվի։ Որովհետև գիշատիչը հոտառությունով զգում է իր զոհին, զոհը հոտառությունով զգում է գիշատիչին, հոտառությունով զգում են ինչ խոտ ուտեն, ինչ շուտեն։ Դուք նկատել եք անգամ շունը, որ իջնում է բակ, եթե հիվանդը հոտառությունով ինչ որ խոտեր է գտնում ուտում։ Այսինքն հոտառությունը շատ կարևոր դեր է տանում մեր կյանքում։ Այսօր մի քիչ հոտառությունից եմ խոսալու, բայց ուրիշ տեղից կսկսեմ, կգամ կհասնեմ տեղ, հա։ Գիտեք, մենք սովոր ենք սատանային պատկերացնել պոզով, պոչով, վախենալու, գոռգոռացող, բարձր ձայնով խոսացող ու միշտ տենց ենք ուզում տեսնենք, բայց իրականում սատանան իր ստրատեգիան փոխել է։ Ես ձեզ ասեմ, ինքը գալիս է ժպիտով, կեղծ հոգատարությունով, ինքը գալիս է, չգիտեմ, կիսաճիշտ խորհուրդներով, շատ հաճախ գալիս է քեզ հարազատ մարդու դեմքով, գալիս է նենց դեմքով, որ գիտես ինչ կա, ես քո լավն եմ ուզում, հա դու չես էլ պատկերացնում, բայց կամաց գիտես ուր է բերում այդ, զգում ես, որ արդեն այդ կեղծ հոգատարությունը արդեն քո վրա իշխում է, չես կարողանում իր տակից դուրս գաս։ Այդ կեղծ հոգատարությունը, այդ ուրախությունը չի ուրախանում, երբ որ քո մոտ մի բան ստացվել է։ Կամաց դու հասկանում ես, որ այդ այն չէր, ինչ որ դու սկզբից պատկերացրեցիր։ Որտեվ սատանան ասում, ստրատեգիան փոխել է, ուրիշ ճանապարհ է գտել հատկապես քրիստոնյաներին լացացնելու։ Ես գնալով ավելի շատ եմ վերջերս հանդիպում լացող քրիստոնյաների։ Մեկին խաբեցին, գումար վերցեցին, պարտքով չտվեցին։ Մեկին խաբեցին, ինքան լավ տղա էր ախր։ Ինքը նենց հոգևոր խորը բաներ էր ասում։ Ասում էր, որ Աստված ասել է, տեսիլքով ասել է, ես ու դու իրար հետ ենք։ Ինչ ասես խոսք էր տալի։ 6 ամիս տևեց, մի տարի տևեց։ Անենց բաներ ինքը ասում էր հովիվ եմ դառնալու, իրար հետ գնանք ծառայենք։ Ամուսնացանք, լրիվ ուրիշ բան դարավ, ինչ հովիվ։ Ինձ եկեղեցի էլ չէր թողում գայի։ Կամաց ես գիտեք գնալով տեսնում եմ ինչքան շատ են քրիստոնյաները խաբվում։ Որտեվ սատանայի համար գիտես դու յուղոտ ես, մենք նոր խոսացինք։ Նայ, դու յուղոտ ես, քո վրա յուղ կա երկնային։ Սատանան սիրում է յուղոտ կտորներ։ Մարդկայ ասում է խորովածը յուղոտ եմ սիրում։ Սատանան յուղոտ կտորներ սիրում է օծված մարդկանց գցել, այդ իր համար ոնց որ հատուկ մարտահրավեր է։ Դրա համար ինչքան դու յուղոտ ես, այնքան հաճելի է իրան այդ յուղոտի հետ աշխատելը։ Ինքը ամեն ինչ անում է, որ քրիստոնյաներին լացացնի։ Մեկը սրանից հիասթափվեց, մեկը այն բանից հիասթափվեց, մեկին ստեղ խաբեցին, մեկին այնտեղ կոպտեցին։ Գիտեք ինչ է գրած 2 Կորինթացիում 11:3։ Բայց վախենում եմ միգուցե ինչպես օձը իր խորամանկությունով խաբեց Եվային, այնպես է ձեր միտքը ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսում է։ Գիտեք լավ է, որ մենք քրիստոնյա ենք ու միամիտ ենք, բայց այդ միամիտությունը մեկ գիտեք ինչ անում, կործանում է բերում մարդու կյանքում։ Երբ որ ինքը հիշում եք ինչ էր ասում Հիսուսը, եղեք միամիտ ինչպես աղավները եւ խորագետ ինչպես օձերը։ Երբ որ միամտությունը կա, բայց այդ խորագիտությունը չկա, այդ ներքին այդ բանը չկա, այդ
հաստատությունը չկա, ինչ է կատարվում։ Քեզ շատ հեշտ է խաբելը։ Հավատացյալ ես, Աստվածաշունչն ասում է դու պիտի հավատաս, ինչ ասում եմ պիտի հավատաս։ Որտեվ դու հավատացյալ ես։ Մեղքի իր վիզը, եթե ինքը խաբում է, ասենց ասեմ։ Բայց չի նշանակում հավատալ ու անել նենց ոնց որ ինքն է ասում։ Այստեղ է խնդիրը։ Մենք իրավունք չունենք, եթե մարդը մի բան ասում, իրան ասենք ինքը սուտ ասանա, եթե մենք այդ սուտը չգիտենք։ Բայց մենք պարտավորել չենք իր ասածով շարժվենք։ Անկամ եթե դիմացինը երդվում է, Աստծո անունն է տալիս, չգիտեմ ինչ է անում։ Որովհետև մենք պիտի լինենք խորագիտության մեջ։ Տեսեք ինչ ասում Ղուկասի ավետարանում 16-րդ գլխում Հիսուսը, որովհետև այս աշխարհի որդիները լույսի որդիներից իմաստուն են, իրանց ցեղի մեջ։ Այս աշխարհի որդիները մեզանից, ասում է, լույսի որդիներից իմաստուն են։ Չնայած բուլղարերենում ես նայեցի գրած է խորամանկ են։ Այս իմաստուն բառի տեղը գրած է խորամանկ են։ Ու գիտեք, լույսի որդիները հաճախ այս խորամանկության մեջ են ընկնում։ Որովհետև դու անկեղծ պարզ սրտով ես մոտենում մարդկանց։ Չէ, մենք մոտենում ենք հավատացյալի սրտով։ Ու մենք անկեղծ պարզ սրտով ուզում ենք իրանց հետ լավ լինենք, որ իրանք փրկվեն։ Տիրոջ լույսը ցույց տանք իրանց։ Ու այդ լույսի որդին միամտության մեջ ընկնում է իրանց թակարդի մեջ։ Որովհետև դիմացինը շատ հաճախ ավելի խորամանկ է։ Էլ չեմ ասում, որ մեկ-մեկ էլ հենց քրիստոնյաներն են իրար գցում թակարդի մեջ։ Դրա մասին սկի չեմ էլ ուզում խոսամ, որ ահա որ բան է։ Հիշում եք, Հիսուսը մի հատ կենթանու անուն տվեց։ Տարօրինակ կենթանու անուն տվեց, որ աշխարհում տես կենթանի չկա։ Հիշում եք այդ կենթանին։ Ասես մի հատ կենթանի կա, աշխարհում դրանից չկա, սիրելիներս, բայց Հիսուսը բան արեց, հատուկ տեսակ կենթանիների առանձնացրեց, ասեց զգուշ եղեք գայլագառնուկներից, որ գառան տեսքով գայլեր են, այդ կենթանի է տես տեսակա, որ ինքը գայլագառնուկ եմ դրա անունը, ոչ գայլա, ոչ գառա, այսինքն գայլագառնուկ է ինքը, երբ պետք է ատամներն ացույց տալի, երբ պետք է մկկում է, եւ մկկալով քեզ խափում է, տանում ատամներով սկսում է կրծելը, դրա համար ասես զգուշ եղեք գայլագառնուկներից, որոնք հենց եկեղեցի էլ ներթափանցում են։ Շատ հաճախ անմեղ տեսքով, շատ կարա սենց հոգևոր բարի քույրիկի տեսքով կողդ նստի, լավ խորհուրդներ տա, մեկի տեսնես 2 ամիս հետո արդեն կախարդված ես, իրա կոնտրոլի տակ ես, ինքն ասում է, դու անում ես, ու չես էլ հասկանում ոնց տակից դուրս գաս։ Առակաց 11:9 Կեղծավորն իր բերանով կփչացնի իր հարևանին, բայց արդարները կազատվեն գիտությունով։ Այսօր կեղծիքը սատանայի գլխավոր զենքերից մեկն է, ու ամեն տեղ է, մարդկանց ժպիտի մեջ է, համացանցը միացնում ես ընդեղ է, նորությունները միացնում ես ընդեղ է։ Այսօր աշխարհի սատանայի եւ աշխարհի ինչու՞ չէ, գլխավոր զենքերից մեկը հենց կեղծիքն է, սիրելիս։ Ու ոչ մեկ ապահովագրված չի, որ այդ կեղծիքը իրան չի հանդիպելու։ Որովհետև առավոտից իրիկուն 4 կողմը կեղծիկ է, գնալով շատանում է այդ կեղծիկը։ Պարզ անարատ հարաբերությունները այսօր մնացել են երևի ինչ որ, չգիտեմ, մարդկության երևի ամբողջ մակարդակով վերցնես, ինչ որ 0.1% այն ամենախուլ գյուղերում։ Այնտեղ ինչ որ հələ հարաբերությունների մեջ մաքրություն կա։ Մնացած տեղերում կեղծիկը իշխում է։ Ցավոք սրտի կեղծիկը եկեղեցիներել է մտել։ Ավելին ասեմ, ցավոք սրտի կեղծիկը բեմեր է բարձացել, հա։ Բեմեր է բարձացել ու բեմից է հնչում շատ հաճախ կեղծիկ։ Ու մեզ գիտությունա պետք որ այդ թակարդի մեջ չընկնենք։ Տեսեք ինչ ասում Առակաց 27:21-ը. հալոցը արծաթ է փորձում եւ քուրան ոսկի, նույնպես էլ մարդը իրան գովասանող բերանը թող փորձի։ Գովացող բերանները շատ են։ Եթե ներքին առաջնորդություն մեր մեջ չեղավ, այնքան հեշտ ենք ընկնելու թակարդների մեջ։ Ինչքան է եղել ասես, ախր նես բարի էր, նես լավն էր, պուպուշ էր, ու ոնց մեկ էլ պոզերը տնգեց։ Սիստեմը միացավ մեկի, բարսացան պոզերը, հա։ Գիտես ինչ, բարի չէր, պրոստը գայլագառնուկին ներսը չի զգացե։ Մտածել ես, ինչ լավ գառնուկ է, միացիր է, մենք ձերը տանում ես կծում է։ Ասում ես գառը ատամ չուներ, ժանիկ չուներ, ես ինչով է կծում, մեջը գայլ է, հա։ Դրա համար ասում է պիտի փորձես, հա, ու կեղծի իսկականից տարբերելու համար, սիրելիս, մեզ այս գալիք մոլորությունների մեջ առավել եւս ներքին առաջնորդություն է պետք, այդ ներքին վկայություն։ Եթե դու ներսդ, տեսեք, ներսդ
չունեցար այդ հոտառությունը հոգևոր, դու խնդիր ես ունենալու։ Գնալով խնդիրները շատանում են, գնալով այս աշխարհը, չգիտեմ, ավելի է գժվում ու մեզ այս միակ ճանապարհը դրա մեջ ճիշտ կողմնորոշվելու, միակ ճանապարհը դա ոչ թե ուղեղով հասկանալն է, ուղեղով չես կարող հասկանալ։ Դու մի հատ սովորական հասարակ փոճուր ուղեղ ես, քո դեմ գործում են համակարգեր, հազարավոր մարդկանց ուղեղի կոնցենտրացված սուտ, ու չես կարող մի հատ ուղեղով հասկանալ։ Քրիստոնյան այսօր ուղեղով բան չի կարող հասկանալ, պիտի սրտով զգաս։ Պիտի սրտով զգաս կեղծիք ես աշխարհի։ Եթե չզգացիր, հա քեզ խաբելու են։ Տարբեր ճանապարհներով խաբելու են, հա։ Ու ես այսօր ուզում եմ հենց դրա մասին խոսամ, հոգևոր հոտառության մասին եմ ուզում խոսամ, վերնագիրը դրել եմ սենց ոնց տարբերես կեղծիքը։ Ոնց տարբերես, հա։ Ոնց անեմ, որ կեղծիքը տարբերեմ, որովհետև Աստվածաշունչն ասում է, վերջի օրերը թմրության ու մոլորության հոգի է գալու, որ մարդկանց խափի տանի ունայնության մեջ, իր ուզածի մեջ, ու դա արդեն սկսել է, դուք տենում եք մարդկությունը ինչ տխուր վիճակում է։ Բայց ես դու որպես քրիստոնյա պետք է տարբերենք կեղծիքը։ Մենք պետք է չդատենք մարդու ժպիտով, չդատենք մարդու հագու կապով, ասած խոսքերով, հա, չդատենք համացանցում կամ նորություններով ասվող ինչ-որ բաներով։ Նայեք ինչ է գրած Հիսուսի մասին։ Եսայի մարգարեություն 11-րդ գլխից 1-ից։ Եսեի բունից մի շավիղ է դուրս գալու եւ իր մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներից եւ նրա վրա կհանգի Տիրոջ հոգին, իմաստության հանճարի հոգի, խորհրդի եւ զորության հոգի, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Երրորդ խոսքը լսեք։ Եվ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է։ Նա իր աչքի տեսածի պես չի դատի, ոչ իր ականջների լսածի պես կհանդիմանի։ Տեսեք Հիսուսի մասին ինչ է գալու, ասում է գալու է Հիսուսը, որ աչքի տեսածով չի դատելու, ոչ էլ ականջի լսածով է շարժվելու հանդիմանի, որովհետև պատճառը, որ ինքը ճիշտ է դատելու, ճիշտ է հանդիմանալու, նույն խոսքի մեջ գրած է նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է։ Երբ որ Տիրոջ երկյուղի մեջ է մարդը ապրում, երբ որ Տիրոջ փնտրում ես Տիրոջը, ապրում ես Տիրոջով, ինչքան կարաս Աստծո հետ հարաբերություններ, քո ներսի դատչիկները սկսում են ակտիվանալ, ու դու սկսում ես զանազանել չարը բարուց, թշնամին բարեկամից, հարազատը, չգիտեմ, հանցագործից, որ եկել է մի վնաս տա քեզ։ Էլ եմ ասում, շատացել են լացող քրիստոնյաները, որ ասում են, խաբեցին, մղկտացրեցին ինձ, կյանքս կործանեց, գումարներս տարավ, իմ անունով խաբեց, բանկից փող վերցեց, տունս գրավ դրեցինք, հիմա չեմ կարող տակից դուրս գամ։ Այնքան եմ հանդիպում, սենց քրիստոնյաներ, գիտես ինչի, չի կարա մարդու մեջ Սուրբ Հոգին ակտիվ լինի ու մարդը խաբնվի։ Հասկանում եք, որովհետև Սուրբ Հոգին մի քանի ձևով աշխատում է հետդ։ Ինչքան դու թույլ տաս ինքը աշխատի, այնքան հեշտ է քեզ տարբերել չարը բարուց։ Ինքը մի քանի ճանապարհ ունի, սիգնալ է տալիս մեկին ներսից։ Չէ։ Բայց սիրում եմ, չէ։ Բայց ինքան բարի է, չէ։ Մեկը երրորդ անգամ արդեն Աստվածաշունչը բացում ես, որ կարդաս ու գրած է. հեռու մնա օտար կնգանից։ Ինչ անենք, որ ամուսնած է բաժանվել է մի երեխա ունի, բայց ես իրան սիրում եմ, չէ, ինքը քո նման 4-ին արդեն սիրել ունեցվածները թալանել է։ Աստված զգուշացնում է, հեռու մնա, այդ քո բաժինը չի։ Չէ, ամուսնանամ լավ կնի, կփոխվի։ Մեկ էլ խոսք է գալիս։ Քարոզիչն է բեմից ասում։ Ինչ գործ ունի աշխարհը հոգևորի հետ։ Ասում ես սաղ անգելն հետևից ես այն մարդ մի հատ ամուսնանալ է ուզում, սաղ 4 կողմից ինչը թողեք ապրեմ, էլի։ Գնաս կործանվելուց հետո լացելու ես։ Այդ որ ասում է Աստված, ինչի է ուզում։ Ուզում է որ դատչիկդ աշխատի զգաս, ես քոնը չէր։ Հաբեսնես լավ տարբերակ է 6%-ով առաջարկում բանկը։ Քոնը չի։ Այդ շենքը սարքելու են կիսատա մնալու հետո փլվի, որովհետև տակը հիմքը լավը չի, զգուշացնում է։ Բայց նա ինչ լավ տարբերակ է, բան չունեմ կորցնելու, մեկը վարձ եմ տալի, դու սկսում ես քեզ համոզել։ Բոլորի մասին չի, լիքը բաներ, որ կա, որ նորմալ է, որ դու վերցնես վարկով տուն ու վարձը տեղը քո տունը փակես, դրա մասին չեմ խոսում։ Բայց իրավիճակներ կա, որ հենց քոնը չի։ Բայց աս Անուշիկը արեց, Վարդուշիկը արեց, Սիրուշիկը արեց, եղավ։ Ինչի ես չանեմ, որովհետև քոնը չի։
Մենք մարդկանց փորձով չենք շարժվում, աշխարհի երևույթով չենք շարժվում, այստեղ է։ Ամեն ինչ սկսվում է։ Այստեղ պետք է տարբերես կեղծը իսկականից։ Այստեղ պետք է տարբերես, եթե այստեղ տարբերեցիր, կյանքդ կհեշտանա։ Գիտեք, այսօր ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, ուզում եմ դու պատկերացնես, այսինքն դու ինձ լավ գիտես։ Մենք ապրում ենք մի հատ իրականության մեջ, որ արդեն համացանցով չես հասկանում ինչն է իսկական։ Չես հասկանում, դու նայում ես, ես շատ եմ սիրում կենդանիներ ու շատ եմ սիրում օրինակի համար պատմություններ, որ ասենք փողոցում մի հատ կատվի նման մի հատ ձակ գտան, մեկ էլ բերեցին պայեցին, դառա պանտերա տունը, հա։ Ես բաներ շատ եմ սիրում նայել։ Գիտեք ինչ տեղ ունեցավ, մի քանի հատ նայեցի ես վերջերս։ Ու մի 100 հատ բերում է, այնպես լեգենդար պատմություններ, ասենց ես ին որտեղից Վագրի բերանից եղնիկին հանեցին, տարան պահեցին ձակին։ Ինչ ասես, այսպես աննորմալ պատմություններ։ Երեխեքս կողքից մի հատ նայեցին, ասին, «Պապա, այդ սաղ իսկուսственный ինտելեկտ է, սուտ է, այդ սարկած է սաղ»։ Հերիքա տես բաներ նայես, հա։ Ես էլ գիտեմ, ասեմ, վայ, ինչ լավ է, այս կենդանիները ոնց են փրկվում։ Այնիշ գիտեք, այսօր շատ հնարամիտ մարդիկ, գիտեք ինչ, միլիոններ են աշխատում ոչ մի բան չանելով, գիտեք ինչ են անում։ Իսկուսственный ինտելեկտին ասում եմ մի հատ իմ համար մի հատ sense շուժեով մի հատ 5 րոպեանոց ռոլիկ հանի, վիդեո։ Նա ռոլիկը հանում է, ինքը տեղադրում է իր էջին, Monetization YouTube-ի միացնում է ու փող աշխատում, միլիոններով պրասմոտոր, ինքը ոչ մի բան չի արել, 15 րոպեում ինքը փող աշխատեց։ Հասկանում եք մարդիկ ուր են հասել։ Ամեն ինչ ոչ մի բան չի անում։ Օրեկան այդ искусственный ինտելեկտն է ուղղակի կարա ասի արագի մեջ մի վարքյանում, հենց այս բան սարքի։ Ինքը ոչ մի բան չի անում, մենակ իդեան տալիս է, նա սարքում է, տեղադրում է միլիոնատերա։ Օй հերիքա օրը մի հատ էս լավ ռոլիկ տեղադրի, իմ նման միամիտները նայում են, իրան մոնետիզացիա է գնում։ Հասկանում եք ուր ենք հասել, մի հատ աննորմալ աշխարհ ենք հասել։ Ու ամենավատը դրա մեջ էլ կենդանիները ոչինչ։ Ամենավատը գիտես որն է։ Ամենավատը այն է, որ վաղ իմ դեմքով այդ նույն YouTube-ի մեջ մեկը կարա դուրս գա քեզ ասի, իսկական Աստվածը, չգիտեմ, Բուդան է, էլ մի հավատա Հիսուսին։ Ու բացատրի քեզ, որ Բուդան է, ու դու նայես ասես դե մեր հովիվն է, ոչի խափում։ Բայց հովիվը ասենք բռնե պահել են, մի ամիսա չկա։ Հասկանում եք մենք ուր ենք հասել, որ դու էլ չես կարա, շատ շուտով կարողա դու համացանցում չհասկանաս ինչն է ճիշտ։ Նորություններով տենաս, որ այս ինչ երկիր է, այս ինչ երկրի հետ խաղաղություն է կնքել։ Ուրախանում ես, կամ քո երկիրը կողքի երկրի հետ խաղաղություն է կնքել։ Ուրախանում ես, ինչ լավ է, բարև, всё, ծահմանները բացվել են։ Հանգիստ քո համար ուզում ես ապրես, մեկ էլ հաջորդ օրը դուրը բացում ես, տենում ես այդ երկրի զինվորը դեմդ կանգնած, արդեն գրավել է երկիրդ։ Բայց տելևիզորով խաղաղություն է։ Հասկանում եք, այնքան են արդեն պղծել ամեն ինչը, որ դու վաղը չես կարա իմանաս, որ նորությունն է ճիշտ, որը սխալ։ Այն մարդը, որ խոսում է, այդ ինքնա թե ինքը չի։ Այսօր էլ մի քիչ տարբերում են։ Այսօր էլ մի քիչ այդ արհեստականը զգացվում է։ Վաղը չի լինելու այդ տարբերությունը։ Վաղը դու նայելու բացելու ես համացանցը չիմանաս, որ նորությանը հավատաս, որ բանը նայես, որտեղ է ճշմարտությունը։ Շատ հաճախ էլ չեմ ասում, որ հիմա եկեղեցի են մարդիկ գալի չեն իմանում որտեղ է ճշմարտությունը, որտեղ ամենտեղ մի բան են արդեն քարոզում։ Միտեղ ասում են անպայման քարոզի մեջ մի այսքան խոսակ, որ համասեռամոլությունը լավ բան է, կամանց։ Մի օրում խոսած բունտ կլինի։ Մի 6 ամսում ժողովրդից սովորացրու դրան։ Հետո նոր կասեմ տեղ կգան կնստեն ձեր մեջ։ Կամանց արդեն սուտ է այնքան է շատացել, եթե դու այդ ներքինը չունենաս, քեզ սատանան հա խափելու է։ Դրա համար այսօր ավելի քան երբևէ մենք պետք է առանձնանանք Տիրոջ համար սիրելիս, որ այդ հոտառությունը մեր մեջ ակտիվանա։ Եթե հոտառությունը չակտիվացավ, հա խափելու է։ Տեսեք ինչ ա գրած։ Ով ա տեսել համացանցում մի բան հիշեցի։ Ով ա տեսել ռուս բատյուշկա համացանցում։ Մի հատ բատյուշկա է искусственный ինտելեկտ։ Տեսել եք իրան։ Դու գիտեք, որ մի հատ բատյուշկա կա, մի հատ էլ մանաշկա կա արդեն։ Ինքը արհեստական է, գիտեք ինչքան պատվիսչիկ ունեն։ Արհեստական նստած է, ինքը իսկական չի, բայց մեծ, ասենք, մարուստատը շատ է իմանում։ Նստած է, ինքը նենց խորհուրդներ է տալիս, անձնական կոնսուլտացիաներ է անում, դու իր մեջ իսպվիծ ես անում, դու գնում ես իր մոտ, սա համացանցով անում է ինքը, բայց իրականում մարդ չի ինքը, այնտեղ արհեստական բանականությունն է նստած։ Աշխարհի բոլոր քարոզները անգիր գիտի, Աստվածաշունչը անգիր գիտի։ Ինքը իր նման ասենք Աստվածաշունչ իմացող չկա։ Այսօր անգամ քարոզիչների շատերը քարոզեր չեն գրում։ Իրան են ասում ամենալավը գրում տալիս է։ Դուք չեք պատկերացնում աշխարհը ուր է գնացել։ Մենք ցենց հանգիստ տնավարի ապրում ենք։
Գիտեք, մի քանի տարի առաջ մարդիկ վճարում էին որոշ բաների, որ քարոզ գրեն իրանց համար, որոշ կազմակերպությունների։ Հիմա այդ խնդիրը չունեն։ Հիմա արհեստական բանականությանը ցանկացած թեմայով քարոզ են տալիս, ասում են՝ միած սրբության մասին քարոզ գրի։ Գիտեք ինչ անում արհեստական բանականությունը։ Աշխարհի բոլոր լավ քարոզիչների սրբության թեմաները հավաքում է, կոնսպեկտում է մի քանի վայրկյանում։ Պունկտերը առանձնացնում, ոնց սուրբ ապրես, ընենց մեջբերումներով, ընենց նախաբանով, վերջաբանով նայում ես, ասում ես, համաշխարհային օծյալ է երևի գրել։ Պատրաստի տալիս է։ Բայց գիտեք վատը որն է, որ դու վերցնես դա քարոզես, մարդիկ կլսեն ուրախանան, բայց բան չի փոխվի, գիտես, որտեղ մեջը հոգի չկա։ Մի բանի մեջ որ հոգի չկա, փոփոխություն չի կարա բերի։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Սիրելիս, ամեն ինչ բարդանում է։ Սա վախացնելու համար չեմ ասում։ Ամեն ինչ բարդանում է, սուտն ու կեղծիքը շատանում է։ Եթե քո մեջ չեղավ այդ ներքին վկայությունը, այդ Սուրբ Հոգու ներքին վկայությունը, որ կարողանաս տարբերես այդ հոտառությունը, եթե այդ հոտառությունը չեղավ, մեկը քեզ խաբելու են։ Ոչ մեկ չի կարա, ոչ ես կարամ կողքդ ամեն րոպե լինեմ։ Հա ոչ, ասենք չգիտեմ, քո ծառայության ավակը ոչ քո մոտիկ հոգևոր ընկերը։ Ոչ մեկ, որովհետև շատ հաճախ մենք մենակ ենք իրավիճակներում, ուրիշների հետ ենք։ Ու եթե դու չունեցար այդ ներքին այդ, այն որ մի բան ասում են, ոնց որ թե ամեն ինչը լավ է, բայց մի տեսակ անհանգիստ ես։ Ինչ որ մեկի հետ շփվում ես, ոնց որ թե ամեն ինչ լավ է, բայց խիա ներսը տենց սառը։ Քեզ ամուսնության առաջարկ անում, ոնց որ թե պետք է ցնցած գալիս ես տուն, ներսդ խավար ու մութ է։ Ասում ես չհասկացա։ Իմ երազածն է։ Քիչ էր մնում գնայի թուղթուգիրանողի մոտ, որ այդ տղեն ինձ ուզեր, ինչ եղավ, հա։ Չի կարելի գնալ թուղթուգիրանողի մոտ, հա, չարեթավորվես, դա անես կա։ Իրանք կախարդեն, դա անես կա։ Բայց գիտես, բան ներսդ Աստված մեր մեջ է, ինքը միշտ խոսում է։ Ու եթե մեր մեջ այդ հոտառությունը չեղավ, մենք չզգացինք, այդ չտարբերեցինք, որ այս առաջարկը լավը չի։ Մեզի հեշտ է խաբելը։ Ու շատ հաճախ մեզի կարան խաբեն հոգատարությունով, սիրով, գումարներով, մեծ գումարներով, լավ խոսքերով, բեմից անգամ բեմից քեզ կարան լավ խոսքերով խաբեն։ Ինչ ասում Պողոս առաքյալը, երկրորդ Կորինթացիս 11:13, որովհետև այնպիսիները սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ Քրիստոսի առաքյալների պես կերպարանավորվողներ են, եւ զարմանալի չի, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքը իրա վրա է առնում։ Հոտառություն չունեցար, լույսը խավարից չես տարբերի։ Այն ներսին է։ Տեսեք, օրինակ ասենք, գիտարիստը կամ սլուխով մարդը, այն որ sense ոնց որ ամեն ինչ լավ է, թեկուզ մենք ունենում ենք խնդիր օրինակ լավ սլուխ ունեցող մարդկանց հետ, որ նստած են ելնում դահլիճում։ Հանկարծ փառաբանության մեջ մի բան ֆաշ է գնում, չէ՞։ Գիտեք ինչ է ալնում այդ իր ամոց sense, ներսից sense, մի բան այսինչ է ալնում։ Գիտեք ինքը սլուխ ունի, իր մոտ այնքան է զարգացած այս process-ը։ Հանկարծ մի նոտա այն չի, այդ բան կան, դիրիժորներ կան։ Տեսել եք, ես զարմանում եմ իրանց վրա։ Դիրիժորը կանգնած, այդ խորի ղեկավարը ոնց են ասում, հա։ Կանգնած է 100 հոգյանոց խորը 100 հոգի երգում են։ Ու գիտեք ինչ է անում, ինքը sense լսում է, խորը սկսեց երգել, տարբեր ձեներ են։ Մեկի տեսնում է sense շուրեկավ 47-րդ երկողին ընդ է, sense անում։ Այս նոտան վատ վերցեցիր։ Այ բալամ այդքանին ո՞րց ես լսում։ Ոնց հասկացար, որ մեկն ինչ վատ վերցեց։ Բայց այնքան է իր ներսը զարգացած, այդ ներսի այդ զգայարանները, որ ինքը ֆաշի մի անգամից զգում է։ Այն նույնը հոգևորում է։ Դու պետք է այնքան զարգացած, այնքան զարգացնես քեզ, ոչ մեկ քեզ չի կարողանալու փրկի։ Իրավիճակներն հենց է, որ կամաց մարդը մնում է այս դառը իրականության հետ մենակ, շատ հաճախ։ Ու այդ րոպեին, եթե դու չկարանաս քեզ ճիշտ դրսևորես, քեզ շատ է ստա։ Մեր հարևանը գիտեք ինչ էր արել, շատ սովետի են 90-91 թվականներին գրուպա էր տարել եվրոպական, չգիտեմ որ երկիր, ուրեմն այդ գրուպայի բոլոր պասպորտները, գումարները, իր անձնական գումարները, ինչ ասես, հենց սումկայով եւ պայուսակով էսպիսի եւ ձերքի դիպլոմատով
ուզում եմ մտնի թանկարժեք հյուրանոց։ Տաքսուց հենց իջնում է, որ պիտի մտնի, մեկը գալիս է հետևից բանա պզացնում ինչ որ կեղտի նման մի մասաթից, էլի, սենց ինչ որ պզիկ է։ Ինքս ի շուռը գալու տեսնում եմ պզացեցին, այն մեկը կողքից ասում է, վայ ձեր վրա բանա թափել, մի հատ մաքրեմ։ Մինչև սենց ուրախանում եմ, վայ սա մաքրեց, վայնա շուռը գալու այն մերկուսն էլ չկա, ոչ դիպլոմատը, ոչ էլ սումպայուսակը։ Հա, տեսեք մի քանի վայրկյանում կեղծ հոգատարությունով մարդուն թալանեցին։ Եթե ներքին առաջնորդություն չկա, սատանան այդ մի քանի վայրկյանով միշտ պատրաստ է մեր կյանքում։ Մինչև խաբար լինես, ասես ինչի մեջ են գա։ Ես ախր կյանքում սենց մեղ չէի գործել, խին գա, որտեվ այդ ներքին հոտառությունը, ներքին այդ կանգնացնող process-ը եթե չեղավ, չէ՞ մեր մեջ, այնքան էշտ է մեզ խաբելը։ Այսօրվա դրությունով, այնքան էշտ է, անգամ էլի եմ ասում, բեմից անգամ խաբելը, քարոզ ես նայում, մեկ է տեսնում ես մեր եղբայրներից, քույրերից գնացել են մի հատ ինչ որ մեկին են լսում, որ թալանում է, ավիրում է, բոլորին համոզում է, որ ես եմ մեծ օծյալն եմ, ինձի պետք է, չգիտեմ, ես էլ իմ հաշվի համար է։ Հիմնականում բոլոր մեծ օծյալները հաշվի համար ունեն զգուշ եղեք իրանցից։ Հա հենց երկու բառ խոսում են, երրորդ իրանց հաշվի համարն է։ Այս ինչին մենք միջազգային միսիա ենք, փոխանցեք մեզ, ես իմիշ կանենք, ես իմիշ կանենք, մենակ գումար ուղարկեք։ Հա, մի քիչ զգուշ եղեք, որովհետև այսօր ամեն ինչ շատացել է, վատը։ Տեսեք ինչ է ասում խոսքը։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն։ Այս խոսքը Մատթեոս 24:11։ Գիտեք, այսօր ավելի քան իրական է։ Այս վերջերս մի հատ պատմություն, ցավալի պատմություն պատմեմ։ Մի հատ համաշխարհային մարգարե կար։ Ամենահայտնին։ Ես խի մարգարեություն էին հիմիկվա չեմ վստահում։ Մարգարեները, որ ասում են ձեզ մեկը մոտենում է մարգարեություն անում, ասում եք ասեք ձենդ կդրի։ Հա, որովհետև այսօր բոլորը մարգարե են ու ասում են ինչ պատահի։ Մարգարեություն պետք է անի, եթե մենք եկեղեցում ընդունել ենք այս մարդը ունի այդ պարգևը, եկեղեցում օֆիցիալ ընդունել ենք, լսում ենք իրան։ Բայց մարդիկ կան, իրանց թվում է, թե բոլորին պետք է մոտենան ու Աստծուց խոսք ասեն, իրանք մեծ են մարգարեն են։ Ես վերջերս քայլում էի, մեկ էլ մի հատ մորքուր։ Հələ մի րոպե տեսավ ես եմ, զգացի, որ գալիս է, հեսա մի բան ելնելու է։ Եկավ, սենց գիտեք ոնց եկավ ինձ գրկեց, սենց բռնեց ու չի թողում ես բառ ասեմ, Աստված ասում է չհպարտանաս ու սկսեց ես իմիջեր խոսալ, ծիծաղում եմ, դե իմ համար արդեն ծիծաղալու է, մորքուրա բան չես կարող ասես։ Հա, բայց գիտեք ամենահայտնի մարգարեն աշխարհում այսօրվա բոլոր մարգարեական այդ հաղորդումներին իրան կանչում էին, բոլոր մեծ եկեղեցիները Ամերիկայում կանչում էին, ինքը ամենահայտնի մարգարեն էր։ Գիտեք ոնց բռնվեց։ Գիտեք ինչ էր անում ինքը։ Կանգնում էր քարոզի ժամանակ մեկ էլ ասում էր ոնց որ ես չգիտեմ, կանչեմ ասեմ Դավիթ ջան, առանց ճանաչելու 86-րդ շարքից, ասեմ այստեղ մի հատ տղա կա ունը Դավիթ է։ Ինքը ունի 2 երեխա, այսինչյան Դավիթ, հլարի առաջ դու Դավիթն ես, չես տեղ ես սովորել, այսքան խնդիրներ ես ունեցել, ես հարցն ես լուծել, 2 հատ երեխա ունես, ապրել ես քաղաքում, հիմա ես քաղաքում։ Ու Դավիթս գիտեք ինչ ալնում։ Հալվում է, այս Աստված ես ինչ անում հետես։ Գիտեք ինչ հստակ ասում էր մարդկանց։ Կարող է ծառայության ժամանակ 50 հոգի հաներ ու հաթաթ ասել ինչ անում։ Ամբողջ աշխարհն ասում էր սրա նման մարգարե չկա։ Ես նոր թարմ 2 ամսվա բան եմ ասում։ Վերջում գիտեք ինչ պարզվեց։ Այս մեր եղբայրը ամեն անգամ որ գնում էր ինչ որ քաղաք ծառայելու, ստիպում էր, որ բոլոր ներկաները պիտի գրանցվեն, որպեսզի ես ծառայությունից համար իրանց համար հաթաթ աղոթեմ։ Ու երբ որ բոլորը գրանցվում էին, հաթաթ պարտադիր ասում էր անուն ազգանուն եւ մեյլի համարը, մեյլը։ Սոցցանցերը թե մեյլը չեմ հիշում արդեն։ Ու գիտեք ինչ էր անում։ Մտնում էր Facebook-ով, նայում էր այդ մարդկանց, գտնում էր մի 20 հոգի զոհ իրանց միջից, գրանցվածներից։ Սաղ ինֆորմացիան իրանց հանում էր ու ծառայության ժամանակ ինֆորմացիան դեմը դրած է։ Facebook-ը խաբար բզիկա, չէ՞։ Սաղ գիտեն արդեն դու ով ես, ինչ ես, քանի երեխա ունես, որ անգիր գիտի։ Ու գիտեք ամբողջ աշխարհն ասում էր, մեծ են մարգարեի, այս ինչ հստակ մարգարեություններ է անում։ Facebook-ից դա, հետո պղծության մեջ բռնվեց եւ այլը եւ այլը։ Ահա որ պղծության մեջ։ Ընդհանրապես Աստվածաշունչը ասում է, թե մարդը կեղծ մարգարեություն անում, Աստված իրան հիմարացնում է ու խայտարակ անում։ Ու իրան հիմարացրեց, խայտարակ արեց։ Բոլորը սկսեցին արդեն իրանց մոտից ջնջել իր հաղորդումները, իրանց մոտ քարոզները ջնջել, որ իրանք է խայտարակ չլինեն։
Այսօր բարի գալուց էս իրականություն սիրելիս։ Մենք ունենք այսօր այս իրականությունը։ Ու ամենավատը գիտես այս իրականության մեջ որն է, էթելը մարդիկ են, բայց հիմա ավելի ակտիվանում է արհեստական բանականությունը, որ իրականությանը դու մենակ ներսով կարաս դիմակայես, տենես կարախապի չհասկանաս ոնց բռնեց։ Ու ավելի քան երբեք այսօր ինձ ու քեզ պետքա որ մենք այդ ներքին հոտառությունը ունենանք, հա։ Եվ շատ սուրբ մարգարեներ դուրս կգան, շատերին կմոլորեսնեն, եւ անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսառի։ Տեսեք, անօրենությունը արդեն շատացել է։ Մենք Ինչքան ծանոթ ունես դու հոգևոր, որ հիմա եկեղեցի չի գալի։ Ինչ որ մի բանից հիասթափվել է, մի անգամ խաբել են, մի բանը դուրը չի եկել, սառել է հիմա կիսա աշխարհի կյանքով ապրում է։ Անօրենությունը ինչքան շատանում է, այնքան եթե հոտառություն չունեցար, դու ընկնելու ես հիասթափության գիրկը, ընկնելու ես նեղացածության գիրկը ու սառես։ Սատանայի ուզածները դա։ Սատանայի միակ ցանկությունն է նա, որ դու ինչ որ պատճառով այդ կրակի մեջից որպես փետ առանձնանաս, որ սառես, որովհետև մի հատ փետը մխում է ինքը, կրակ չի կարա լինի։ Ու ինքը ամեն ինչ անում է, եւ ասում է, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Որպեսզի մինչև վերջ համբերես, պետքա վստահ լինես, ում ես հավատում։ Պետք է ներսդ էլ վստահ լինի, չէ՞ որ գիտես ինչ կա։ Չէ՞ ոնց որ թե լավ բաներ են ասում, բայց ստեղ էլ ասում, չէ, համբերեմ։ Ասում են դե լավ էլի վերջացրու, հիմա ելով է Հիսուսին հավատում, նա ինչքան լիքը կյանքում բաներ կան, հաճույքներ, ներսդ ասում է համբերի, մի քիչ էլ համբերի, ոչինչ, այդ մի հաճույքից էլ մի օգտվի, մի քիչ էլ համբերի, ադե սաղ օգտվում են, մի հատ կալյանն ինչա չփորձեմ, չէ, սաղ օգտվում են, դու մի արա, մի քիչ էլ համբերի, ասում է ով որ մինչև վերջ համբերի կապրի, պիտի ուշադիր լինես, այդ բայց իմ ընկերներն են գնում եմ հետները մի հատ կալյանն ինչա որ բայց դու գիտես որ իրանք քո այդ սիրածդ ընկերները իրար հետ գրազ են եկել որ այ կտենակ մենք նես կանենք որ ինքը ծխի այն մեկ ասել հնարավոր չի ասել այն մեկն ասել արի պայմանավորվենք նենց են ես նենց անեմ որ ինքը ծխի այդ քո ընկերները էլ ընկեր չեն իրանք դուրս են եկել քեզ կործանելու վրա անգամ գրազ են եկել իրար հետ ու եթե դու այդ չունենաս ներքին այդ բանը այդ տարբերությունը այդ հոտառությունը չունենաս հետները գնալու ես եթե ներքին հոտառությունը չունենաս կողքդ մարդիկ են հայտնվելու սկսեն քեզ խաբել թալանել ցավացնել ու դու ամեն անգամ մտածես թե չէ պրոստը իր մոտ չստացվեց այնքան լավ աղբեր է ախր ինքը շատ լավ տղա է գիտեք գումար է ուզում հա գործա դնում չի ստացվում իրոք ուզում է աշխատի, փող աշխատի, գումար աշխատի, ինձ էլ տա, իրան էլ, հա գումարը տալիս եմ, հա չի ստացվում մոտը, հա տակա տալիս։ Այդ աղբերը ծիծաղում է քո վրա։ Հեքիաթի վարպետ է, գումարը վերցնում են, հենց վերցնելու պայն արդեն նոր հեքիաթը ունի։ Թե ինչի է այդ գումարը կորել։ Ու դու ամեն անգամ մտածում ես, որ դե լավ ես անգամ օգնեմ, այն անգամվա գումարն էլ հետ տա։ Ու կարուսելի մեջ ես արդեն, ֆռռացնում է քեզ։ Ու քեզ թվում է թե ամեն ինչ լավ է, բայց եթե ներքին հոտառությունդ աշխատում է, ներսից Սուրբ Հոգին մի անգամ ասում է ստոպ, ինքը քեզ խաբում է։ Ապեր գումար գտած գործանեմ, ասում ես չէ։ Բայց նես լավ գործ է, ոչինչ, ուրիշի հետ։ Ներսդ արդեն մի անգամից կանգնացնում է։ Ես վերջերս մեր եղբայրներից մեկի հետ էինք խոսում, ասում է Հովիվ ջան, դու ո՞նց ես կարում մի անգամից զգաս ինչ մարդ է։ Ոնց ես տեն ճոկում մի անգամից։ Գիտես ես բան չեմ, էքստրասենս չեմ, ոչ էլ բան եմ, դեմքի սկաներ եմ։ Նայում եմ ու ներսս մի անգամից ասում է։ Այդ ես չեմ ճոկում։ Կամ այնքան է լինում, ես ասում եմ ծառայության ավակին կարամ մոտենամ, ասեմ այս ծառայողը չնության մեջ է։ Գիտես ես կամերա չեմ դրել այդ մարդու վրա, որ իմանամ ուրա գնում ինչ է անում։ Հենց դեմքին նայում եմ, դդեղ եկավ։ Կամ ասում ես ինձ ծառայողը խառն է, մի հատ իմացեք ինչ է եղել։ Մի բան մոտ է ինչի։ Տարօրինակ է ներսը։ Մենք պետք է զգայուն դառնանք, սիրելիս, որ կանանք կանգնենք այս աշխարհում։ Իրոք աշխարհը գնալով կեղտոտվում վատանում է։ Սա ոչ թե վատանում է, ինքը չես հասկանալու որտեղ է ճիշտը շուտով։ Եթե ներսովդ չզգաս։
Չես հասկանալու, դու կարող ես փողոցում գնաս, չգիտեմ, մտնես մետրո, ասի հաջորդ կանգառը Լենինի հրապարակն է, դռները փակվեն ու մետրոն 6 կանգառ գնա, քեզ տանեն եսիմուր, ենթադրենք։ Աշխարհը իրոք աննորմալացել է, ոչ մի բան չես հասկանում էլ։ Եթե ներսիդ այդ զգացումը չեղավ, քեզ խաբելու է տանի կործանի սատանան։ Իսկ ներսի զգացումի համար մենակ էսա։ Այստեղ պետք է լինես։ Հա, ուրիշ տարբերակ չկա։ Այս գրքի էջերը ոչ մեկ քեզ չի կարա խափի փոխի, հա։ Ոչ մեկ չի կարա։ Ու մի կա, որ իր մասին ուզում եմ խոսամ։ Գլխավոր թշնամիի մասին։ Կեղծիքը տարբերելու հոգևոր հոտառության գլխավոր թշնամին գիտես որն է։ Երբ որ դու ապրում ես կեղծ կյանքով։ Երբ որ դու ապրում ես կեղծ կյանքով, դժվար է կեղծիքը տարբերես։ Եթե քո մեջ կեղծիքը կա, այնքան դժվար է կեղծիքը տարբերել։ Առակաց 11:6, վերջի տեղն եմ կարդում, հետո աղոթք ենք անելու։ Առակաց 11:6 Ուղիղների արդարությունը իրանց կազատի, բայց նենգավորը ցանկության մեջ կբռնվի։ Տեսեք, ասում է ուղիղների արդարությունը իրանց կազատի։ Ինչքան դու ճիշտ ու ուղիղ ես գնում, գիտեք ինչա տեղի ունենում։ Ինչքան դու մաքուր ես, ճիշտ ես, ուղիղ ես, սիրտը ճիշտ է, ուղեղը ճիշտ է, այնքան Տերը գիտեք ինչ անում, սրում է քո հոտառությունը։ Քո ներքին հոտառությունը սրում է։ Ինչքան դու ճիշտ ես ապրում, այնքան դու ավելի զգայուն ես մեղքի հանդեպ, դու ավելի զգայուն ես կեղծիքի հանդեպ։ Ուզում աշխարհի ամենասիրուն մաչոն իրա, չգիտեմ, վերջի մոդայի մեքենայով հայտնվի, դու զգում ես, էսի կեղծիք է, էսի սատանայի կործանումն է։ Ինչքան ուզում է մորքուրի տղեն գա մի հատ բիզնես պլան ներկայացնի 200 էջանոց, հաջողված պլան։ Հենց բանը, այդ դավթարը բացում է, $200,000 քեզ գցելու դավթարը հենց բացում է, հենց բացում է երկնքից մի հատ շտամպ աշկի դեմ երևում, կեղծ է։ Всё, հասկանում ես էլ, ինձ պետք չի լսել։ Ուզում եմ կես ժամ խոսա, դու էլ իրան չես լսում, որովհետև ներսդ պեչատը խփեց, սա կեղծ է, կնիքը դրած է։ Ինչքան դու Տիրոջ հետ մոտիկ ես, այնքան դժվար է քեզ խաբելը։ Ու Աստված չի ուզում, որ իր երեխեքին խաբեն։ Աստված ուզում է, որ դու զգայուն լինես, հոգևոր հոտառությունդ լավ աշխատի։ Որ գիտես ինչ, չգիտեմ ով էր ասել, բայց ես մի հատ արդար բան կա, չէ, ասում եմ սիրում եմ լսեմ ճշմարտությունը, այս ուտը երբ որ գիտեմ ճշմարտությունը։ Հա որ մեկը դու գիտես ինքը սուտ է խոսում, ճշմարտությունը գիտես որն է, ինքը եկել է հեքիաթ է պատմում, ու դու նստում հիանում ես, նայում ես, ասում ես, ինքը խոսում է ու դու գիտես ինչ ես մտածում։ Դու չես մտածում ինքը ինչքան վատն է։ Ինքը խոսում է ու դու մտածում ես, ասում ես Հելենայի ոնց էր ինձ կործանելու, եթե ես իրան հավատայի։ Դու արդեն իր ասածներով հասկանում ես ինչքան էր դու տուժվելու։ Տունը տեր կորցնելու, կյանքը տեր կորցնելու, խաղաղությունը տեր կորցնելու, գումարները տեր, արդեն դու հաշվարկ ես անում։ Ինքը այնտեղ խոսում է, բացել է այդ իր դավթարը, հեքիաթը պատում է, բայց դու ազատ ես արդեն, որովհետև դու գիտես ճշմարտությունը։ Որովհետև գիտես ինչի, որովհետև COVID-ը հոտառությունը չի գողացել։ Սատանան այդպես COVID-ի նման գալի խառնում է հոտառությունը։ Խառնում է, որ այս համներ դուրդ գալիս, հիմա այդ համից զզվում ես, այն մեկից զզվում էր, հիմա դուր է գալ։ Խառնում է սենց, որ կարողանա քեզ խափի։ Որ ասենք, չգիտեմ, լեղին տաքես քաղցր մուրաբայի տեղ ու դու խմես, ասես ինչ քաղցր, առանց հասկանալու, որ լեղի խմեցիր։ Այնքը խառնում է, այն նույն ձևով մեր ներսի հոտառությունն է ինքը նստացնում, որ կարողանա ինձ ու քեզ խափի, բայց որ հոտառությունը տեղը հանգիստ ես ապրում։ Հանգիստ ես ապրում, արդեն գիտես, որ փառք Տիրոջը։ Գիտեք ինչ մեծ սենց 90-ականներին սենց որ ասում են հայերեն բարկա էլի ասում են խափեցին, բայց քցեցին սենց են ասում, չէ՞ հայերը։ Այդ ձև այդ տարբերակով դե բիզնեսի մեջ եմ եղել, մի քանի անգամ ոնց են սենց դմփոցս հանես սենց ասում էլի։ Գիտեք ինչից
Ներսի բանը չկար, երիտասարդ տղա էի, փորձում էի սա բոլորի հետ լավ լինեի, բոլորին հավատայի, վստահեի։ Ես ինձ համոզեի, որ ինքը ճիշտ է ասում։ Բոլոր այդ կեղծի հետևից գնացողները բոլորը, գիտեք ինչն է գլխավոր բանը, իրանք իրանց համոզում են, որ դիմացինը ճիշտ է ասում։ Ներսից զգում է, որ ես դեմինս խափում է ինձ, բայց համոզում են, ասում չէ, բայց ախր սենց ասես, կարա էլի լինի։ Մի քիչ էլ գիտեք, հիմնականում կեղծով աշխատողները ինչի վրա են աշխատում։ Մի քիչ աշխատում են, այսինքն առաջնայինը, եթե մեկ ուզում է քեզ խափի, առաջի զենքերից մեկը գիտեք որն է, շտապացնել է քեզ, որ չթողեն ուշքի գաս։ Շտապացնում են, մի քիչ արագ, հիմա է պետք, հենց այսօր է, արի ամուսնանանք մի ամսվա մեջ, այսինքն շտապացնում են։ Հիմնական կեղծիքը շտապացնելու վրա է, որ մեկ էլ բանը ավել քեզ քաղցր բան ցույց տալու, քո ժլատության վրա աշխատելու վրա է։ Որ ասում ես, հապես լավ տարբերակ է։ Այն հիշում եք մի սաղ ազգերին թալանեցին էս սովետի, այն MMM, BBB, TTT, ինչ որ sense ինչ Happy Invest եւ այլ խափում մարդկանց թալանում են ժլատության վրա, ասում են մեկը տուր մի անգամից 3-ը հետ ենք տալու։ Այսինքն սա սատանայի զենքերն է, ու եթե դու ներսից չեղար, այստեղ մեկը խափելու են։ Ստեղ ինչքան ուզում ես խելոք եղի։ Ստեղով չես կարա հարցը, ստեղ է։ Ստեղ ոչ մեկ չի կարա խափի։ Երբ որ քեզ բան են ասում ու ներսից Սուրբ Հոգին մա տանկ, հերիքա։ Էլ պետք չի քեզ համոզես, որ լավ մարդ է, կփոխվի, բան զնգոցը եկել է, հերիքա, վերցրու, հա։ Այդ հոտառությունը պահի։ Արի ոտքի կանգնենք, աղոթենք դրա համար։ Գիտես դու Աստծո զավակ ես, Աստծո երեխան ես, ու նորմալ չի, որ սատանան ամեն անգամ քեզ լացացնի, ցավացնի, բարեկամի միջոցով, հարազատի, ընկերոջ, գործընկերոջ, անծանոթի եւ այլը, եկեղեցուց ինչ որ մեկի, եթե մեկը գալիս է եկեղեցի, դա դեռ չի նշանակում, որ ինքը գայլագառնուկ չի, հա? Անկամ եթե կարող է քեզանից էլ երկու շարք առաջ է նստած։ Դա ոչ մի բան չի որոշում։ Եթե քո մեջ ներքին այդ բանը չեղավ, հա բայց իրա վրա ծառայողի բիրկա կար է ախր։ 300 ծառայող կա։ Մենք իհարկե նայում ենք, որ ծառայողները Աստված օրհնի իրանց, մեր լավ օրհնված եղբայրներ, քույրերն են, բայց ոչ մեկ ապահովագրված չի ոչ մի բանից։ Այդ նույն մարդը ինքը կարա ինքը չնկատի այն գնի սխալ բանի մեջ, քեզ էլ գցի սխալ բանի մեջ։ Ես չեմ ասում, որ մեր մոտ այդ խնդիրը կա, այն ճիշտ հասկացի, բայց դու պիտի այդ ներսի զգացումը ունենաս ամեն մարդու հանդեպ անգամ։ Քո ծնողները քեզ լավը ցանկանալով կարան քեզ սխալ խորհուրդ տան։ Այդ իրինի կեղծ է, դա չլինի Աստծունը։ Ներսդ ասում է, չէ, այդ քոնը չի։ Հա դե բայց իրանք կյանք տեսած մարդ են, էլի։ Հեն ասում են լավ էլ տղա է ինժեներ բալան։ Կտանի, կպահի, համաձայնվի։ Ներսի հոտառություն։ Գիտեք, այն կենթանիները օրինակ գազաններ կան, որ մի քանի կիլոմետրի վրից հոտ առնում են։ Ակուլաները արյան հոտը, չգիտեմ, քանի կիլոմետր է, ջրի մեջ առնում են։ Արյան հոտ, եթե արյուն չկա, իրանք չեն առնում, բայց հերիք մի կենթանու մոտ մի բան վնասվի, ճեղվի, արյուն լինի, անգամ ակուլայի մոտ, մյուս ակուլաները նկատում են մի քանի կիլոմետրից։ Այդ հոտառությունները զարգացած է։ Այն մեր մեջ պետք է հոգևոր այդ հոտառությունը զարգանա, որ մենք մի անգամից կեղծիկը նկատենք։ Բայց դրա համար պետք է, որ մենք Տիրոջ երկյուղի վրա առաջնայինը, մենք սրա մեջ առաջանանք, բարձրանանք, այդ կզարգանա իր հետ։ Այդն են չի, որ ես հիմա ասեմ, գնամ դասընթացների, սեմինարների, ոնց զարգացնեմ հոգևոր հոտառությունս։ Զարգացի Տիրոջ կամքի մեջ։ Դու քո կյանքից հեռացրու կեղծիկը։ Ինչքան կարաս, ամեն ինչում եղի պարզ, հասարակ, մաքուր։ Թող ձևականությունը, ես հոգնել եմ ձևական քրիստոնեությունից, հոգնել եմ ձևական քարոզներ լսելուց, հոգնել եմ ձևական քրիստոնեության մեջ, որ հավաքվում են 10 հոգի ու ձևական քրիստոնեություն են քննարկում։ Իրանք խոսում են, բայց սա ձև է, հոգնել եմ արդեն։ Գիտեք ինչի կարոտ ունեմ միշտ հասարակ քրիստոնեություն, պարզ, անարատ, որ
Աստվածաշունչում հացը կիսում են սրտի միամտությունով։ Տնավարի սրտի միամտությունով այն պարզությունը սիրելիս։ Այ երբ որ կոմոդ կեղծիքը չկա, այդ առաջի քայլերից մեկն է, որ կոմոդ զարգանում է անտիկեղծիքին է բացահայտելը։ Մի անգամ ես հենց կեղծիքը լինում է, մեկի ներսդ չէ, ես ինձ անծանոթ է։ Բայց եթե սովորես, դու կեղծով ապրում ես, սովորես արդեն քեզ էլ խաբելն է հեշտ, որովհետև դա քո բնակավարն է, դու դրա մեջ ես, դու տեղ քեզ կոմֆորտի մեջ ես զգում։ Աղոթենք։ Երկնային Արքա, ես խնդրում եմ քո օրհնությունը ուղարկես իմ քույր եղբայրների կյանք, մեզ համացանցում լսողների կյանք, ցրես ամեն դիվային հարցակում կեղծ իրանց կյանքերից, քանդես ամեն մեկի անձնական կյանքի կեղծիքները Տեր, ամեն մարդու օգնես խոսել ճշմարտությունը, լինել պարզ հասարակ, առանց ձևականության, առանց կեղծիքների Տեր, ու օգնես ամեն մեկին բարձրանա քո կամքի մեջ, զարգացնի իր հոտառությունը քո մեջ Տեր, իր հոգևոր հոտառությունը, որ կանանա տարբերի կեղծիքը, որ այս գալիք մոլորությունների մեջ, այս աշխարհի վրա եկող գալիք փորձությունների մեջ ամեն մեկը ներսի վկայությունով շարժվելով կարանա տարբերել կեղծիք ու միշտ ճիշտ որոշում կայացնել։ Հիսուսի զորավոր անունով օրհնում եմ քույր եղբայրներիս Տեր, տալիս եմ քո սուրբ ձեռքերը ու թող քո երկնային հոտառությունը իջնի ամեն մեկի վրա Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը սիրելիս։ Գիտես, եթե դու դուխիների սպեց ես, սենց ասեմ, օծանելիքների, հա, և քեզ մեկը գա կոմոդ կրասնի ակտիաբր սովետի ժամանակ կար, ով կհիշի չգիտեմ, բայց կար, բան կար, տրայնոյայձի կալոն, սենց ռեսկի վախենալու հոտեր կային, գիտես, եթե այդ հոտով եկավ կոմոդ ու ասեց ֆրանսիական պարֆում, դու վրաս կտարբերես տարբերությունը, հոտառությունով կզգաս, որ կեղծ է, անգամ եթե ինքը շիշը բերի, վրան գրած լինի ֆրանսիական պարֆում, դու զգալու ես, որ կրասնի ակտիաբր է, գիտես ինչի, որտև հոտառությունը ճիշտ է, դու սովորես, դու քեզ չի լինի խաբել, որտև գիտես, որ ինչ հոտ ունի, եթե ինչ-որ մի հատ երաժիշտի, գիտեք, ինձ եթե ասեն ես, ինչ-որ նոտա խփեն ասեն ես նոտան լյա է, ես կհավատամ, որտև ես դոն ու լյան չեմ տարբերում, հիմա մարդ ենք, մենք էլ դրա մեջ չկանք, բայց եթե դու երաժիշտին ասես, մի հատ մի խփի ու ինքը խփի ֆա, երաժիշտին ասես ֆայա, միակ ասի չէ, ոնց է, մի չես լսում, որ ֆայա, որտև ինքը կարողանում է տարբերի, իրա մոտ էդի զարգացածը, այ դու էլ հոգևորը զարգացրու սիրելիս, որ կեղծը տարբերես, ամեն, Տեր օրհնի քեզ, մի անգամ ևս շնորհակալություն, որ դու այսօր ստեղ ես, Աստված օրհնի քեզ, փառք Տիրոջը։ Հիմա ուզում եմ հարցնեմ, ովքեր որ առաջի անգամ են, խնդրում եմ բարձի ձեռդ, այսօր քո օրն է։ Եթե առաջի անգամ ես, ես իջնեմ, դու էլ արի առաջ, մենք մի կարճ աղոթք անենք, հա։ Աղոթենք, որ Տերը քո կյանք էլ գա ու քեզ էլ օգնի տարբերես իսկականը կեղծից, հա։ Աստված օրհնի քեզ։ Եկեք ծափարենք իրանց, ովքեր համացանցով են մեր հետ, կխնդրեմ, եթե առաջի անգամ ես այս աղոթքը անես։ Եթե առաջի անգամ ես, դա կյանքը չես տվել դեռ Տիրոջը այսօր քո օրն է։ Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, բարով եք եկել։ Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, հրաշք օրհնված ըլնես, Տեր օրհնի ձեզ, Пусть Бог благословит вас, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Ձեզ էլ բարև եմ ու մենք մի աղոթք կա որ պետք է անենք, Աստված օրհնի ձեզ, բարև եք եկել։ Գիտեք խեմ ձեզ հրավերել, մենք մի կարճ աղոթք կա որ պետք է իրար հետ անենք։ Աստվածաշունչը մի կարևոր բան է ասում է եթե մեկը սրտով հավատա Հիսուսին ու շուրթերով իրան Տեր դավանի կփրկվի։ Ու այսօր մենք իրար հետ ստեղ կանգնած ենք, որ դու այդ աղոթքը անես։ Գիտես կարճ աղոթք է։ Ընդհանրապես աղոթքը Հիսուսն ինչ էր ասում, ուզում ես աղոթես, մտի սենյակը դուռը փակի, դու քո հոր հետ խոսա, ինքը լսում է։ Դրանից լավ աղոթք չկա, այնտեղ սենյակում դու ամենաանկեղծն ես։
Դու ես քո Աստված, տնավարի քո հոր հետ խոսում ես։ Այս աղոթքը ուղղակի առաջնորդում ենք մենք, փրկության աղոթք է կոչվում։ Միակ աղոթքն է, որ մենք առաջնորդում ենք, որ դու անես այդ աղոթքը։ Դրանից հետո, երբ որ արդեն ինքը քո հայրն է, մտար քո տուն, քո հոր հետ ոնց ուզում ես խոսա։ Իհարկե հասկանում ես հարգանքի պես, հարգանքով։ Բայց քո papan է, կարաս այն որ papai հետ մոտենում ասես պապ մի հատ կոնֆետ դու։ Չես մոտենում, չի ասես հայր կներեք որ ձեզ նորին գերազանցություն, sense բան չկա, տնական է։ Աղոթքը տնական է, աղոթքը կյանք է։ Հա աղոթքը քո ու քո հոր անձնական քաղցր շփումն է։ Բայց այս մի աղոթքը մենք իրար հետ ենք անելու սիրելիներս։ Ես ուղղակի կառաջնորդեմ քեզ, դու իմ հետ աղոթ, ինչ աղոթք ենք անելու։ Գալու ենք Հիսուսի մոտ, ասենք Հիսուս կներես։ Մինչև հիմա ոնց ապրել եմ կներես։ Ների իմ մեղքերը, իմ ստերը, անեծքները, հայհոյանքները մեղք հասցրել ենք անենք, չէ՞։ Կյանքա, հազար տեսակ բան է լինում։ Ասես Տեր ջան, կյանքս քեզ եմ տալի, մեղքերսների այսօրվանից ուզում եմ դու ինձ առաջնորդես։ Սա կոչվում է փրկության աղոթք, երբ որ դու գնում ես խաչը Հիսուսի մոտ, ասում ես շնորհակալություն, որ իմ մեղքերի համար դու խաչվեցիր։ Հիմա եթե պատրաստ ես սիրելիս, ես խնդրում եմ փակես աշկերտ ու իմ հետ կրկնես։ Փակեք աշկերտ, իմ հետ կրկնեք։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Դու ես իմ Տերը ու իմ Աստվածը։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Տերը օրհնի քեզ։ Հենց նոր գիտես ինչ ասացիր դու, ասացիր սատանա երիկա ինձ խաբես, իմ Տերը Հիսուսն է։ Դու Հիսուսին ասիր կյանքս քեզ եմ տալի, արի թագավորի։ Կտեսնես ինչ թագավոր ունես դու քո կյանքում, այնքան բան կփոխվի քո կյանքում։ Բարով ես եկել Աստծո տուն սիրելիս։ Ես ուզում եմ մի հատ աղոթք անենք քո համար, եթե կարելի է, թույլ կտաս մի հատ աղոթենք եկեղեցով քո համար, քանդենք սատանայի ծրագրերը, օրհնենք քեզ, հա։ Եթե թույլ կտաս, կխնդրեմ դալիճը ձեռքը պարզի, մենք աղոթենք իրար հետ։ Երկնային արքա, մենք խնդրում ենք քո օրհնությունը ուղարկես մեր քուր եղբայրների կյանք։ Հիսուսի զորավոր անունով մենք քանդում ենք սատանա քո բոլոր ծրագրերը իրանց կյանքերից։ Մենք քանդում ենք ամեն անեծք, թուղթուգիր, ամեն սխալ խոսք, ամեն կախարդություն, ամեն վատ բան թող քանդված լինի իրանց կյանքերից։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ ու ասում ենք եղեք օրհնված, թող Տիրոջ ներկայությունը, զորությունը, առաջնորդությունն ու բժշկությունը ամեն մեկի կյանքի վրա լինի։ Հիսուսի զորավոր անունով եղեք հաջողակ, Աստծով լցված, Աստծո հետևից վազող, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք ձեզ ու հանձնում ենք այն Տիրոջ ձեռքերը, որին որ հավատացիք։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ, բարով եք եկել Աստծո տուն, ամեն շաբաթ մենք հավաքվում ենք, ամեն շաբաթ ժամը 2-ին ստեղ դալիճում, այնպես որ մեր դռներն ու սրտերը բաց է, սա քո նոր ընտանիքն է սիրելիս, ազատ կարած գաս, քո հոր տունն է, երբ սիրտդ կցանկանա, մենք քեզ սիրով սպասում ենք, բայց հիմա խնդրելու եմ մենք մի փոքր նվեր ունենք ձեզ, ուզում ենք նոր կտակարան նվիրենք, քույր ու եղբայրը տեսնում եք կանգնած են գրքերով, խնդրելու եմ իրանց հետևից ուղղակի բարձրանաք վերևը համ կգանք, կծանոթանանք ձեր հետ, համ գիրքը կնվիրենք, համ եթե կարիք կունենաք, կաղոթենք, լավ։ Աստված օրհնի ձեզ, հիմա կխնդրեմ ձեր դահլիճից ապահովությունների ներքո բարձրանաք վերև, հա։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Աստված օրհնի շատ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամեն մեկի հետ լինի սիրելիներս։ Շնորհակալություն, որ դուք կաս, գնանք հյուրասիրության, լավ։ Մի կարևոր բան ասեմ։ Մի կարևոր բան, որ ուզում եմ իմանաս։ Մենք դահլիճը մեր մոտ սրանից հետո ժամը 4-ին պիտի ազատենք միշտ։ Այսինքն դրա համար, եթե խիստ կարիքի աղոթ ես ունենում, նոր կանգնի ստեղ, եթե ուզում ես քո համար աղոթեն։ Ուղղակի
գաս, որ քեզ մի հատ օրհնեն, դրա համար չէ, որ ժամանակը կարողանանք օգտագործենք, որտեղ 25 րոպեից տեսեք դալիճը պիտի լրիվ ազատած լինի։ Դրա համար սիրելիներս, մի հատ խնդրանք, եթե ինչ-որ հատուկ, հերվից եկած կամ ինչ-որ լուրջ աղոթքի կարիք ունես, կարաս գաս աղոթենք, եթե ոչ, խնդրում եմ բացացեք հյուրասիրության։ Ամեն շաբաթ սրանից հետո դա հաշվի առեք։ Եթե ունես աղոթքի կարիք իրական, ուզում ես որ աղոթեն, չորեքշաբթին է դրա համար, որ ժամանակ ունենք, ամեն ինչ ազատ է, ինչքան ուզեք կարա կանգնեք, աղոթեք։ Դրա համար ես խնդրում եմ քեզ, սիրելիներս, ուղղակի մի հերթել որ կանգնում եք, մի կոնկրետ մարդու մոտ մի արեք, ով կաղոթի, որ հասցնենք ժամը 4-ին ազատենք դահլիճը։ Տեր օրհնի ձեզ, կարաք բարձրանաք հյուրասիրության։